Փառք Հիսուսին, ինչ լավ է, չէ՞։ Մի քանի օր առաջ մտածում էի հնարավոր չի, չէ՞, եկեղեցում բոլոր քուրիկներին հերթով հասցնես, ասես սիրելի քուրիկ, տոնը շնորհավոր, Փառք Հիսուսին, այս հնարավորության համար, որ կարամ ամեն մեկիդ ասեմ, ոչ միայն ձեզ, այլ մեր թանկագին հեռուստադիտողներին նույնպես օրհնում եմ, Տիրոջ օրհնությունը թող լինի ձեր վրա, հատկապես քուրիկներին, հատկապես այսօր թող Տիրոջ առատությունը լցվի ձեր ընտանիքում, ձեր կյանքում, թող ձեր ուրախությունը լինի կատարյալ Հիսուսի անունով։ Փառք Տիրոջը, Փառք Հիսուսին այսօրվա համար։ Գիտես, առավոտ շուտ այս քանի օրը մի քիչ կիսատ արևա, կիսատ չէ, բայց այսօր արևը մեզանից շուտ հելել է, որ մեր քուրիկներին ժպտա։ Իրոք, այն հələ քնիցը չելած արևը զորում ասում է, հել տղա, հել առաջինը ասա շնորհավոր։ Կնոջդ, քուրիկի, գիտես, ես օրհնված մարդ եմ, ունեմ մայր, ունեմ քույրեր, ունեմ կին, ունեմ աղջիկ, այսինքն գեղեցիկ սերից սաղ կան, Փառք Հիսուսին, հենց օրհնությունը է, դի մեծ օրհնություն է։ Դրա համար գնահատի, սիրելիս, մի հատ էլ խոսք ասեմ, հա, մի քիչ շատ լավ խոսքեր ասա, կնոջդ, նու գեղեցիկ սերին, էլի, ինչքան կարա շռայլի է, դի քեզանից բան չի հետում, հա, իրանց հաճելի է։ Լավ, պայմանավորվեցինք։ Փառք Հիսուսին, Փառք Տիրոջ այսօրվա համար, լավ օր է, չէ՞։ Չհաշվենք մարտի 8-ը, լավ, բայց լավ օր է, չէ՞։ Եկել ենք մեր Տիրոջը հանդիպել ենք, եկել ենք այսօր հարցերի պատասխան ստանալու, եկել ենք բան վերցնելու, եկել ենք փոխվելու, չէ՞։ Ամեն օր այնքան հետաքրքիր է, մտածել ես ամեն օր, երբ որ առավոտը բացվում է, ինչ է սպասվում քեզ։ Չես մտածել, չէ՞։ Մենք կարանք հոգևոր պատասխանը տանք, ով գիտի մի վայրկյան հետո մեր հետ ինչ կլինի։ Բայց գիտես, շատ հաճախ մենք պլանավորում ենք, ծրագրում ենք, գիտես, ցավալիա շատ մարդիկ ծրագրում են առավոտը բացվի խափեն, մյուսը ծրագրում առավոտ, որ լույսը բացվի, առաջի հանդիպողին ասի Հիսուս քեզ սիրում է, այսինքն ամեն մարդ տարբեր ձևով է իր օրը սկսում, յուրովի։ Ու գիտես, այսօր մի հատ երկու հատ պատմություն ենք նայելու իրար հետ, որ օրը բացվեց անակնկալներով, ոնց է մեր կյանքում։ Օրը բացվում է, դու չգիտես ինչ սպասես, չէ՞, թե լավը, թե վատը։ Ու օրվա ընթացքում պարզ է դառնում քո համար օրը սյուրպրիզներով լի էր բարությամբ, թե հակառակը։ Ու գիտես, մի պատմության մասին եմ ուզում խոսամ, շատ լավ գիտես, անգիր գիտես, ես ուզում եմ Դավիթի մասին խոսամ, Դավիթ թագավորի, բայց մինչ թագավոր լինելը, ուզում եմ դեռ իր մասին, որ ոչ մեկ անգամ չէր լսել, այդտեղից սկսեմ։ Ես ամբողջը չեմ կարդալու, որ ձեզ չձանձրացնեմ, բայց այսօր մի քիչ շատ ենք Աստվածանչի տեղ կարդալու, չգիտեմ, հնարավոր է դալիճում մարդ լինի, որ մի ամիս չի կարողացել մոտիկան Աստվածանչի, այսօր լավ տեղ է, ոչ մի տեղ չկա փախնելու, իրար հետ կկարդանք Աստվածանչից հատվածներ, հա։ Ուրեմն հրյա ժողովուրդը Սավուղ թագավորին Աստված Սավուղին թագավոր է դնում հրյա ժողովրդի վրա, պատերազմներ են հաղթում, ամեն ինչ լավ է, ու մի օր մի գեղեցիկ օր, մի գեղեցիկ առավոտ հերթական պատերազմի շեմին, գիտես, արթնանում են, գնում որ պատերազմ են, մեկ էլ հանկարծ լավ անակնկալ է գալի, ոչ թե զորքն է գալի, այլ մի հոգի շատ մեծ, անունը Գողիաթ, բոլորս գիտենք, հա, գիտես գալի կանգնում է, այ քեզ թարսություն, չէ, մենք վաբշե մտածել էինք էսա մեր Աստծո անունով տալու ենք, ջարդենք, փշրենք, գնանք առաջ, բայց մի հատ Գողիաթը ամբողջ զորքին թագավորից սկսած վախի տագնապի մեջ պահեց։ Ոչ մեկ ոչ ման չկա, 40 օր։ 40 օր, ամեն օր արդեն երևի 4-րդ օրից հետո սովորել էին, որ պիտի հելնեն Գողիաթը բոբոբո անի, իրանք վախենան, նորից էթան տուն, նորից աղոթեն, երբ պիտի իրիկունը գա որ քնեն, ու մի հատ երիտասարդ անունը Դավիթ իր աղբերներին գալիս է բան իր բերի, տենա ոնց են։ Ես հավատարիմ տղա եմ, որ խոսքը կարդում ես, մինչև իր աղբերների մոտ գնալ, ինքը հովիվ էր, կենթաններ ուներ, կենթանները տվեց ապահով մարդու, այսինքն ամեն ինչ ոնց որ պետք է, դաստիարակված էր, հա, այդ նիստու կացով էր, սենց ասեմ։ Ու գիտես, գնում է պատերազմ, գնում է իր աղբերների մոտ, տենում է պատերազմական վիճակը, բայց պատերազմ չկա։ Իսրայել ժողովուրդը սենց անում, ընդեղից էլ մի հատ ձեն է գալի, գիտես ծաղրանքով, ձեռ առնելով, ու սկսում է հարց ու փորձ անել, ես ինչ առիթ է, ես ինչ ա եղել։ Ու հասնում է ականջին, որ գիտես այդ երկրի մեջ մի հատ զինվոր կա, որ այնքան մեծ է, որ բոլորը, պատկերացրեք մի հոգուց մի քանի հազար կամ մի քանի 100,000 զորք վախենա, ուղղակի աբսուրդ է, հա։
Ու բոլորը վախեցած երիտասարդ տղա։ Ինքան դուրս գալիս է, որ ջահել ժամանակից երիտասարդ տարիքից Հիսուսին գիտի, Աստծուն գիտի, գիտի ինքը ով է, գիտի Աստված ով է։ Ու գնում է ասում է՝ «Պիտի Աստծո ժողովուրդը այդ անթլփատից վախենա»։ Ասում է՝ «Ես կկռվեմ»։ Ինչ համարձակություն է, չէ՞։ Եկել էր տնալ աղբերները ոնց են որ հետեթար հորը տեղեկություն տար, այն լավ նախանձավոր սիրտ է, չէ՞։ Ոնց Աստծո ժողովուրդը վախենում է մի հոգու պատճառով։ Ու գիտես, գնում է թագավորին ընկերներին ասում է, որ ես կկռվեմ, թագավորի ականջին է հասնում, թագավորը ասում է՝ հələ բերեք իմ մոտ։ Դավիթը գնում է երիտասարդ կարմրատուխ տղա, կանգնում է թագավորի առաջ, այդ պատմությունը որ կարդում ենք, այդ հատված ասում է, Սավող թագավորը իր վահանը, թուրը ամեն ինչը տվեց, Դավիթը sense ծանր քայլում էր, որովհետև չգիտեր ինքը ոչ մի անգամ չի հակել, այդ իր համար շատ խորթ է։ Ու գիտես, Աստվածանչից կարդամ, ասում է առաջի թագավորաց 17-րդ գլուխ 32-րդ խոսքից։ Եվ Դավիթը Սավողին ասեց. «Սրա պատճառով ոչ մի մարդի սիրտը չթուլանա, ծառատ կգնա եւ այն փղշտացիի հետ կմարտնչե»։ Փառք Հիսուսին իր համարձակության համար։ Այդքան դուխով չէր, պրոստը գիտեր ում անունով այդում, չէ՞։ Ինքը իրանով այդքան չէր, այդքան չկար, մեր բառերով ասեմ, հա։ Գիտեր ուղղակի ում անունով այդում։ Անպարտելի անուն, Աստված անունն է իր վրա կանչված, ինքը գիտի ոչ մեկ, ոչ Գողիաթ, մինչև էլ գլուխա չէ գոմ թագավորի մոտ ասում է՝ «Առլուծել եմ մերցրել մյուս կենդանիներին ով էլ եկել է, Աստված իրանց իմ ձեռն է տվել»։ Ու 17-րդ խոսքի 17-րդ գլխի 47-րդ խոսքում այսպես ասում. Արդեն կանգնում է Գողիաթի առաջ եւ այս բոլոր ժողովքը իմանան, որ Տերը սրով եւ նիզակով չի ազատում, որտեվ պատերազմը Տիրոջն է եւ նա ձեզ մեր ձեռքը կմատնե։ Այնքան լավ խոսք է սրա մեջ։ Ասում է Տերը այդ ձեր մեծ սրերով ու մեծ վահաններով չի պատերազմում։ Այլ կերպ ասած, Աստծո մտածելակերպն ու գործելավոճը մերի նման չի։ Մենք շատ սահմանափակ ենք մտածում Աստված բառեր չկա ասելու թե ինչ անսահմանափակ է, հա։ Ու ասում է, գիտես, Աստծո անունով եմ քո վրա գալի ու Աստված քեզ մատնելու է մեր ձեռքը։ 49-րդ խոսքը. Եվ Դավիթ իր ձեռքը մախաղի մեջ կոխեց եւ այնտեղից մի քար առավ եւ պարսով շպրտեց եւ փղշտացի ճակատին զարկեց։ Եվ քարը նրա ճակատի մեջ մխվեցավ եւ նա երեսի վրա գետնին ընկավ։ Մի քանի մետրանոց աշդահա 1000 տարվա պարապածը մի հատ փուջուր քարի հարվածից ընկավ։ Նյուժելի Դավիթը այդքան ուժեղ էր։ Ես Աստծո զորությունը մտավ քարի մեջ, համաձայն ես, չէ՞։ Մի հատ Աստծո անունը տալով տես ինչ եղավ։ Դավիթը պատերազմը Գողիաթին սպանում է, Սավողը ուրախանում է, խոսք էր տվել, որ ով որ հաղթի, թագավորության կեսն է տալու, աղջկան է տալու, մի խոսքով ամենալավ բաները։ Իհարկե Դավիթը դրա հետևից չգնաց, Դավիթը գնաց նրա պատճառով, որ սիրտը վառվում էր, որ Աստծո ժողովուրդը մի հոգու պատճառով վախի մեջ էր։ Գիտես, ստացավ իր հարստությունը, ստացավ իր կնոջը, շարունակեց ինչ որ ժամանակ ապրել Սավողի հետ, ամեն բան լավ էր, շարունակում էին պատերազմներ, գնում էին Սավողն էլ Դավիթն էլ պատերազմների հաղթում էին։ Այս հերթական մի օր պատերազմից հետ են գալիս զորքով հաղթանակած ուրախ Սավողն ու Դավիթը ու ամբողջ զորախումբը ու դա այնտեղ կանայք գոռում են, ասում են կեցեք, Սավողը հազարների սպանեց, Դավիթը բյուրավորների։ Ասում թագավոր մարդ ես էլի։ Ես սրա մասին մի անգամ եմ խոսացել։ Ինչի հետևից ընկավ։ Գիտես, Դավիթի սիրտը ճիշտ էր, Սավողինը չէ։ 18-րդ գլուխ 8-ից 9 խոսքերը կարդամ։ Եվ Սավողը կանանց երգը պարը գովասանքը լսելուց հետո եւ Սավողը շատ բարկացավ եւ այս խոսքերի համար նեղվեցավ եւ ասեց. Բյուրավորները Դավիթին տվին, բայց ինձ տվին հազարավորները։ Եվ հիմա մնում են նրա համար միայն թե թագավորությունը։ Եվ այն օրից ի վեր Սավողը ծոռաչկով էր նայում Դավթին։ Մի քանի րոպե ստեղ կանգնենք, հա։ Գիտես, մարդ երիտասարդ, որ առանց մտածելու
իր կյանքը պատրաստ էր զոհելու թագավորի, հրյա ժողովրդի ու իր թագավորության համար։ Պատրաստ էր իր կյանքը զոհելու, երիտասարդ տղա ամբողջ կյանքը իր արժևում էր, հա։ Գնաց, հաղթեց, Սավողը երախտապարտ եղավ, տվեց այն ամեն ինչը որ խոսք էր տվել։ Մարդու մոտ մի հատ տենց շատ վատ բնավորություն կա, հա։ Եթե տենում է կողքինը մի քիչ ավելի շատ է գովվում, կամ իրան ավելի շատ են ուշադրություն դարձնում, չգիտեմ, իրան լավ խոսք են ասում, կամ իր հետ շատ են կարում խոսան երկար, սկսում է մեջ ինչ-որ բան բորբոքվել, հա։ Սավողը ականջը տվեց կանանց լսելուն, գիտես, սիրտը թույլ տվեց, որ ընկնի են չարմ սերմերը։ Գիտես, ոչ մեկ չարություն չէր խոսում։ Կանայք չարություն չէին խոսում։ Սավողը վերցրեց այդ իր համար չարություն դարձրեց։ Ու գիտես, դրանից հետո ասում է ծուր աչքով էր նայում ու ուզում է Դավիթին սպանի։ Հետո մի հատ զորքի վրա հազարապետ է դնում, որ իրանից հեռու լինի, որ աշկը չտենա, բայց հետո ասում է Սավողը, երբ որ Դավիթը նվագում էր, Սավողը նիզակը առավ, որ իրան խփի, երկու անգամ Դավիթը խույս տվեց, փախավ։ Ու ես այս պատմությունը կարդում ասում Տեր ջան, ինչքան պիտի մարդ սիրտ ունենա, որ իր կյանքը փրկած մարդուն ուզենա սպանի։ Արի մի հատ պատկերացնենք, հա, Սավողը եթե Դավիթը չկռվեր, ինչ էր լինելու։ Վերջը Գողիաթը հաղթելու էր, ճիշտ է։ Դավիթի հրյա ժողովրդին զինվորներին սպանելու էին, թագավորին կամ խայտարակ մահով սպանելու էին, կամ էլ տանելու էին որպես ծառա ավելի խայտարակություններ։ Օրինակ կա, հա, Ադոնի Բեզեկներ, որ ձերքի ու ոտի մեծ մատերը կտրեցին։ Ես խայտարակություն ավելի լավ սպանեին։ Տես ինչից փրկեց Դավիթ իրան։ Ու շնորհակալությունը ինչ էր։ Տես երկու սրտի դիրք։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, դրանից հետո Դավիթը շատ անգամ ժամանակ հնարավորություն ունեցավ Սավողին սպանելու, բայց չարեց։ Որտեվ ստեղ մաքուր էր պահում։ Որտեվ ստեղ չէր ուզում որ բացասական անգնի։ Ում որ կյանքը փրկեց, նրանից էլ հետապնդվեց, որ սպանվի։ Հետաքրքիր պատմություն է։ Մի հատ էլ պատմություն կա, որի մասին խոսանք, հետո երկուսը միացնելու ենք իրար։ Երկրորդ պատմությունը, որ ավելի քան որ սիրում եմ, Աշի Աստվածաշնչի ընդհանրապես Աստվածաշնչի հերոսներից ամենասիրելի հերոսներիցս մեկն է, եթե ոչ ամենա, Հովսեփի պատմությունն է, Հովսեփը մեր։ Բոլորս էլ գիտենք։ Այստեղ էլ շատ չեմ կարդալու։ Հովսեփ ուներ 11 եղբայր։ Գիտես, երիտասարդ տղան նույնպես իր համար քնած երազ տենա, ոնց որ մենք իրիկոնը քնած ելնենք երազ տենանք ու այդ երազը մեր կյանքում հակառակ էֆեկտ ունենա, բայց մենք вообще մեղավոր չենք, չէ՞, ընդհանրապես։ Երազա տենում որոշումա դա իր աղբերներն են, իր հարազատները, ով է, իր աղբորը կիսվի, իր ծնողներին, գիտես, երբ որ լավ լուր ենք ունենում, լավ բանա լինում մեր հետ, ինչ ենք ուզում անենք, ուզում ենք մեր ամենամոտիկի հետ կիսվենք, որ ինչ լինի, որ ինքն էլ մեր հետ ուրախանա, ճիշտ է։ Չենք էթա այն մարդուն, ով որ մեզ չի սիրում, ասենք որ նախանձի մի հատ էլ վատ բաներ ասի, մի հատ էլ մյուսը, ճիշտ է։ Հելը լավ երազա տեսել։ Գնացելա որ աղբերներին պատմի ու հորը, ասում է պատմությունը գիտեք, հա, հասկեր տեսա, բոլոր հասկերը խոնարհվեցին իմ հասկի առաջ, հետո երկրորդ երազն է տեսնում, որ արևը լուսինը մնացած եղբայրները, մնացած աստղերը խոնարհվում են, երկրպագում են իրան։ Հայրը բարկացավ։ Եղբայրները ծաղրեցին, ծիծաղեցին, չընդունեցին։ Հետո նորից, տես, սովորական երևույթ է, բայց հետո նորից եղբայրները առանձնացան ու ինչ արեցին, խոսքից վերցրեցին, որ պիտի իրանք Հովսեփին ինչ անեն, սպանեն, երազ տեսնողին։ Կարդանք Ծննդոց 37:18 խոսքից։ Եվ երբ որ նրան հերվանց տեսան, դեռ ինքը նրան չմոտեցած, դավաճանություն արին նրան սպանելու։ Այդ պատմությունից հետո Դավիթի ներողություն, Հովսեփի վրա ջղայնանում են աղբերները, ծնողները ասում են խելոք գնա հանգիստ քո կյանքը ապրի, եղբայրները գնում են հովապահության, հետո ժամանակ անցնում Հակոբը Հովսեփին ասում է մի հատ գնա աղբերների տես ոնց են, լուր բեր ինձի, հա։ Գնում է դեռ հերվից եղբայրները իրան տենալով ասում են հա երազ տեսնող եկավ։ Եկեք գիտեք ինչ անենք, սպանենք իրան։ Արդեն ստեղ զարգացել էր այն սերմը, որ գցել էին ժամանակին։ Աննկատելի, բայց
ինչ մեծ արդյունք ունեցավ։ Ասում եկեք սպանենք ու հետո տենանք։ Երազը կիրականանա թե չէ։ Գիտես, մի բան ասեմ, որ եթե Աստծուց խոսք ունես, եթե հավատարիմ, Տիրոջ առաջ հավատարիմ, մնում ես մինչև վերջ, ով ուզում է քեզ դեմ կանգնի։ Մեկ Աստծո խոսքը քո կյանքում իրականանալու է։ Ոչ մի բանից պետք չի վախենալ, Փառք Հիսուսին։ Քեզանից բացի ոչ մեկ չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն խոսքին, որը քո կյանքում Տիրոջ կողմից ասված է։ Մենակ դու կարաս, քո արարքներով, քո մտածելակերպով, քո սրտի դիրքով, բացարձակ ոչ մեկ։ Ու եղբայրները մտածում են, ասում են եկեք սպանենք։ Դրանք ո՞նց է կատարվելու իր երազը։ 20-րդ խոսքից եւ հիմա եկեք սպանենք նրան։ Եվ գուբերի մեկի մեջ գցենք նրան եւ ասենք թե միջար գազան կերել է նրան եւ տեսնենք նրա երազները ինչ կլինի։ Գիտես, մի հատ երազից սխալ սերմեր ընկավ սրտի մեջ աղբերների։ Դրանից հետո մի անգամից ինչ եղավ, սպանությունը առաջ եկավ, հա, մեղքը մեղքացնում, մեր հովը լավ է, չէ՞ ասում։ Մեղքը մեղքացնում ու շարունակում է։ 43-րդ գլուխ 34-րդ խոսք։ Եվ նա իր առաջից մինչև կկարդամ լավ։ Եվ նա իր առաջից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենյամինի բաժինը մյուսների բաժնից 5 անգամ ավելի էր, եւ խմեցին եւ նրա հետ միասին գինով եղան։ Գիտես, էսի այն պատմությունն է, որ արդեն Հովսեփին ծախեցին, գցեցին գուբի մեջ, որոշեցին չսպանեն, եղբայրներից մեկը չթողեց, գցեցին, հետո առևտրականները եկան գուբից հանեցին, ծախեցին, Եգիպտոս, որ ամբողջ պատմությունը չպատմեմ, մի քիչ արագ ասեմ, Եգիպտոս ծախեցին, Աստված Եգիպտոսում տեսավ Հովսեփի սիրտը, նրան բարձրացրեց, թեև մի քանի անգամ ընկավ հելավ, չէ, գիտենք պատմությունը, բանտել ընկավ։ Հետո սով եղավ ամբողջ երկրում, բացի Եգիպտոսից։ Որտեւ Աստված Հովսեփին իմաստություն էր տվել ու երազով նույնպես թագավորի միջոցով ցույց էր տվել, որ ոնց պիտի լինի, ու եղբայրն Հակոբը տղաներին հիմա էլ ուղարկում է Հովսեփի մոտ։ Ասում է գնացեք մեր համար կերակուր բերեք, հետաքրքիր է։ Դավիթը Սավողի կյանքը փրկեց, Սավող ուզում էր Դավիթին սպաներ։ Եղբայրները Հովսեփին ուզում են սպանային, հիմա գնում են իրանցից կերակուր վերցնեն։ Աստծո գործերը ինչ հետաքրքիր է։ Ու գնում են Հովսեփին չեն ճանաչում, բայց Հովսեփը իրանց ճանաչում է։ Ճանաչում է, հետո ասում է, քանի եղբայր եք գնացեք ձեր փոքրին էլ բերեք, գնում բերում են ու ամեն անգամ Հովսեփի կյանքը կարդալուց հենց հատվածը որ գալի հասնում է որտեղ որ ինքը իր աղբերներին ցույց է տալիս, ես չեմ կարող հասկանամ, չեմ կարող պատկերացնեմ մարդ ինչքան պիտի սիրտ ունենա, էլի, հա։ Ինչքան պիտի սիրտ ունենա, որ այդքանից հետո կարողանա ոչ թե ահան եկել է հաշվի հարդար տենալու ժամանակը։ Էսա տեսեք հերթով ձեզի ձեր արածների համար ինչ պատասխան եմ տալու։ Ինչքան մարդ պիտի կամքի ուժ ունենա, ինչքան սիրով լցված պիտի լինի, ինչքան Աստծո հոգով լցված պիտի լինի, որ այդ ամեն չարությանը, այդ ամեն դավաճանությանը, այդ ամեն արհամարանքին կարողանա ասի չէ ու Տիրոջ սերը ցույց տա։ Գիտես ամբողջ հնարավորությունից Եգիպտոսի երկրորդ մարդն էր։ Հակառակ ասում ախ տղեկին տարեք իմ տուն, իր բաժնից բոլորին բաժին ատալի, իր մոր տղային էլ 5 անգամ ավել։ 45-րդ գլուխ 8-րդ խոսք։ Հետո ինքը իրան ցույց է տալիս եղբայրներին, ասում է, որ ես եմ, եղբայրները վախեցած, բայց տես Հովսեփի խոսքերը։ Եվ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված։ Եվ ինձ փարավոնին հայր եւ նրա բոլոր տան տեր Եգիպտո Եվ ինձ փարավոնին հայր եւ նրա բոլոր տանը տեր Եգիպտոսի երկրի իշխան դրավ։ Որ քո կյանքում հետդ անարդար են վարվում։ Դու բացարձակ ճիշտ ես։ 100% ճշմարիտ ես, արդար ես, անմեղ ես։ Քո հետ վատ են վարվում։ Քո պատասխանը ինչ է իրանց։ Քո արարքը ինչ է։ Լավ, ավելի խորը հարց։ Ոչ մի բան չես ասում, քո սրտում ինչ սերմեր ես թողում, որ սկսի աճել։ Մենք մի փոքր հեսա խոսալու ենք դրա մասին։ Գիտես,
45-րդ խոսքի 15-րդ խոսքը եւ իր բոլոր եղբայրներին համբուրեց եւ նրանց վրա լացավ եւ սրանից հետո եղբայրները նրա հետ խոսեցին։ Գիտես, մարդ, որ դավաճանեցին, վիրավորեցին, ծեծեցին, արհամարեցին, վերջում էլ անտեր թողեցին, հա, մի հատ փոսի մեջ անապատում թողեն, անտերությունա, բա ի՞նչ է։ Դրանից հետո մարդ ոնց ուժ գտնի իր մեջ, որ կարողանա ների։ Էդ էլ հերիք է, հերիք չի։ Դրանից հետո ինչ է լինում։ Վերցնում են, ծախում են, ստրուկ են տալիս։ Գիտես, դրան էլ համաձայն չի լինում։ Էլի տիրոջ առաջ խոնար սրտի դիրքը։ Դրանից հետո նորից խաբեության բանտ են գցում։ Էլի հավատարիմ է մնում։ Էլի Տերը բարձրացնում է։ Գիտես, իրան սպանողներին, իրան սպանել ուզողներին ինքը կերակրեց։ Մենք ինչ ենք անում այսօր։ Լավ, դու, ես կատարյալ արդար ենք, մաքուր ենք։ Բայց երբ որ իրավիճակը գալի, ինչ ենք անում։ Գիտես, մի բան եմ ուզում ասեմ, որ հիմա ամեն մեկս անհատական կանգնած ենք Աստծո առաջ։ Ինչ ես կարծում, Աստված մեր մարմնի որ կետին է նայում։ Սրտին, ամեն, ինչ լավ տեղա չէ, լավ օրգանա չէ սիրտը, այնքան կարևոր մեր համար ու այնքան թանկ տեղա, որ մեր հարազատին, մեր այն ամենա սրտին մոտ մարդուն ինչ ենք ասում ենք սիրտս չէ, չէ, այն որ ուրիշ բառ չկա դրանից բարձր, որ ասենք սիրտս, քո ոչ չենք ասի կույրաղիկ, չէ, մենակ այդ կույր բառից արդեն ծիծաղալու է, չէ, գիտես, ինչ ամենաթանկն է, ինչ ամենամաքուրն է, դες մենակ կույր բառը արդեն ռեյտինգը իջացրեց, հա, բայց սիրտը մենք հասկանում ենք ինչքան կարևոր, ինչքան թանկ, ինչքան մաքուր է, դրա հիման վրա մեր ամենամտերիմ մարդկանց մենք դիմում ենք սիրտս, որ նայենք իրան որպես մաքուր, ամենաթանկ, համաձայն ես, ու ես մտածում եմ, ասում եմ, երբ որ ես կյանքի ցանկացած իրավիճակներում, ոնց որ դու, երբ որ հայտնվում ենք, ու հայտնվում ենք Աստծո առաջ, Աստված մեր ինչն է նայում, նայում է սիրտը, գիտես, սիրտ, որ մի ափի չափ մսի կտոր է, մեկինը մեծ, մեկինը մի քիչ փոքր, ոչ նայում է իմ սիրուն աչքերին, եթե սիրուն է, իմ համար սիրուն է, կամ քո աչքերին սիրուն, ոչ նայում է բոյին, ոչ նայում է արտաքինին, ոչ նայում է դու գեր ես, թե նիհար ես, ասեմ, եթե մի քիչ գերես սիրտդ ավելի մեծ է, ուրախացի, ոչ մի խնդիր չկա դրա մեջ, ոչ նայում է մեր պաշտոնին սիրելիս, ոչ նայում է մեր հնարավորություններին, ոչ նայում է մեր հարստությանը, ոչ նայում է մեր աղքատությանը կամ չքավորությանը, գիտես, մի հատ տեղ կա իրան, որ կարևոր է, մի հատ տեղ կա, այս է իրան պետք, ու մեր երկու հերոսները այսի ունեին, սիրտ ունեին, և Դավիթ ուներ, և Հովսեփը, գիտես, սիրտ պիտի ունենաս, որ ոնց որ քեզ են արել, այտենց չանես, գիտես, այնքան դժվար է, ես Քրիստոսի ծնունդի օրը հունվարին մեր Կրասնոդարի հովիվը Կարենը այստեղ ծառայեց, ինձ էլ Փառք Հիսուսին բախտ վիճակվեց, պատիվ էր, գնացի այնտեղ ծառայելու, գիտես, մի երկու օր ծառայություններ եղավ, Փառք Հիսուսին շատ օրհնված անցավ եղբայրների հետ շփվելով, հետո եկանք այստեղ, գիտես, հենց ծառայությունից հետո ոնց ենք եթում, դու հենց զորացած, չէ, ուժեղացած։ Կինս ու աղջիկս կնոջս եղբոր տունն էին մնացել մի քանի օր, մինչև ես հետ կգայի, աղջիկը շատ փոքր էր դեռ 2 ամսեկան երևի, ու տանից իջնում ենք, մեքենան բակում կանգնած է, ես սա վկայություն եմ ասում, որ ես գետինն եմ մտել իմ արարքի համար ու կասեմ, որ քեզ էլ պարզ լինի։ Ավտոյի դուռը բացեցի, Աննան քնած էր արդեն։ Դրեցի ավտոյի մեջ, ամրագոտին եմ կապում ու մի հատ ավտո եկավ, ինքը չհասցրեց դեռ կանգնի, այնքան չէր, որ դուռս խանգարում էր, բաց էր։ Ինքը սկսեց երկար սիգնալ տալ, գիտես այդ պահին ինչ հավատացյալ, ինչ Աստծո խոսք։ Ես իմ դեմքին նայեցի, ես չի ուզում իմ հետ խոսալ, որ մնաց այդ մարդը։ Մի հատ այնպես թարս նայեցի, ասում եմ, ինչ, այդ մարդը սուսուփուս, այնքան սպասեց, մինչև ես իմ գործերը անեմ, հետո թողի գնա։ Գիտես, նստեցին,
Ինքը գնաց, նստեցի, քշեցի, գնացի, 100 մետր հետո շենքը թեքվեց, ինքը կանգնեց։ Այն նույն տեսարանը ոնց որ ես էի։ Դուռը տեսա որ բացում է, գիտես, այնքան հեռավորության վրա էր, ինքը կարար դուռը բացեր, հանգիստ իշներ, փակներ, անցներ, երբ որ տեսա որ դուռը թեթև բացում է, երեխու մասին էի մտածում Վարազդատ ջան։ Ոտս գազին սխմեցի, հասա իրան որ դուռը բացեց այն ժամանակ, երբ որ ինձի խանգարում էր, ինա դու։ Գիտես, երկար երկու անգամ ավելի երկար սիգնալ տվեցի, ասում չես տենում մեքենա է գալի։ Գիտես մի հատ sense ոնց հանգստացավ սիրտս։ Ոնց սիրտս հանգստացավ։ Այդ մարդը sense այն որ կներեք, ապուշ կտրած նայեց ինձ։ Անենց սիրտս հանգստացավ։ Ինքը դուրը փակեց, ես մի 2 մետր անցա, ու այն հանգստությունից մեկ էլ, գիտես, ամոթանք։ Լավ էր գետինը բացվեր ես մտնեի այդտեղ, քան ես այդ արարքը թույլ տվեցի։ Ես առաջինը ինչ մտքիս եկավ մի անգամից, որ ես իրանից վատն էի։ Իրոք ես իրանից վատն էի այդ դեպքում, երրակի անգամ վատն էի։ Գիտես ինչի, որովհետև ինքը երևի թե չգիտեր, որ կարելի է ներել, կարելի է սիրել։ Հո ես գիտեմ։ Ես մի քանի ամիս առաջվա բան եմ ասում։ Հո ես գիտեմ։ Բայց գիտես ինչ արեցի, կրկնակի անգամ ավելին արեցի։ Ստեղ թողել էի վատ կեղտոտ մի քանի վայրկյանվա ընթացքում վատ կեղտոտ սերմ ավելանար։ Ու գիտես ինչն էր հետաքրքիր, որ ինչի մեջ ինձ բռնեցրեցի, հիմա կասեմ, չգիտեմ, կարող է քո կյանքում էլ ա եղել։ Երբ որ ինքը սիգնալը տվեց, այն հայկական արյունը սկսեց եռալ, ես այդ մի քանի վայրկյանվա մեջ, երբ որ նստամ մեքենան, մտածում էի ոնց հայերեն ասեմ, ռուսերեն ասեմ, էլի ատամսից անե իրան։ Գիտես, երևի 5 վայրկյանվա մեջ 150 տարբերակ կողքը շարվեց ոնց կարամ։ Ու ես բռնեցի ասում Տեր ջան, անելուցս հետո իհարկե։ Մինչև այդ արյունը մինչև հանգստացավ, այդ ջերմաստիճանը իջավ արդեն ուշ էր։ Ասում Տեր ջան, ինչքան հեշտ է մի վայրկյանում քո ներկայությունից մի վայրկյանում կտրվել ընկնել ցեխի մեջ։ Ընդամենը մի հատ արարքով, ոչ վատ բառա դուրս եկե բերանիցս։ Ոչ մի բան, պրոստը չար սրտի խորհուրդ։ Թույլ տվեցի, որ չարը կանգնի կողքս, 150 հատ տարբերակ, ընտրեցի 3 անգամ ավել իրան սիգնալ տամ։ Գիտես, հետո այնքան հիասթափություն եկավ, այնպես մի անգամից տիրոջ ներկայությունը կորեց, միջև այդ այնքան հավես էր, այնքան քաղցր, Աստծուն օրհնելով գալիս էի, շատ ընտիր էր, շատ լավ էր։ Այդ արարքից հետո այնպես գետինը մտա, ու գիտես, հասկացա, որ ոչ ես, ոչ դու դա անելու իրավունքը չունենք։ Համաձայն ես։ Կապ չունի, եթե փակ տիրոջը, կապ չունի, եթե դու ճիշտ ես։ Տես, ես չէի խանգարում, իմ մեքենայի դուռը իրան չէր խանգարում։ Կապ չունի, որ ես ճիշտ էի։ Ես պիտի թույլ չտայի, որ իմ սրտի մեջ ընկնի։ Գիտես, Սավողն էլ մարդ էր, որ շատ նորմալ, իր թագավորությունը իր մոտ, ամեն բան շատ լավ, ամեն բան շատ հիանալի։ Գիտես, ուղղակի թույլ տվեց մի փոքր բառից իր սրտի մեջ սխալ սերմ ընկնի։ Դրանից հետո սկսեց Դավիթին չարաշկով նայել։ Ոնց որ ես։ Մի վայրկյանում սկսեցի այդ մարդուն չարաշկով նայել։ Ու գիտես, հետո սկսեց ոնց վրեժխնդիր լինեմ։ Նույնն էլ Սավողը։ Ես մի քիչ մեղմ եղա, սիգնալով բրծա, Սավողը ուզում էր Դավիթին սպանել։ Ու հերթական մտածում ասում եմ, սպաներ, այնտեղ խոսում է մարմնական անձը սպանելու մասին, բա ես ու դու։ Հələ դեռ ասում եմ այն դեպքը, որ ես ու դու անմեղ ենք ու մեր հետ վատ են վարվում։ Մեր սրտում մենք ինչ ենք անում այդ մարդու հետ։ Սպանում ենք, օրհնում ենք, ներում ենք, քարկոծում ենք, թողում ենք, որ ամնակամը լինի, ինչ ենք անում։ Գիտես, այս վերջերս եմ իմ համար վերցրել, որ լավա չէ ծածուկ սենյակ ունենալը, բայց գիտես ինչքան լավա ծածուկ սենյակում հայելի ունենալը։ Հայելի ծածուկ սենյակում։ Գիտես ինչի, այն որ սենց աղոթում ես, որ չկա քիզի նման մեր հով գորի սիրած խոսքերից ասեմ, հա, դու ես աննման, մեկ էլ հիշում ես, որ մի ժամ առաջ մեկը որ ռեսկի կներեք արտադրությունս համար մեքենայով դեմդ կտրեց, մի երկու ոչ համապատասխան բառեր դուրս եկան բերանիցդ։
Դրա մեջով էլ եմ անցել մեքենա վարելուց Ռուսաստանում ավտոների վրա նոր սկսնակ վարորդներին մի հատ հետևը знак են դնում, մենք չայնիկ ենք ասում, ես չգիտեմ դրա գրական բառը ոնց է, ասում ենք չայնիկ, որ դեռ լավ չեն տիրապետում երթևեկությանը։ Գիտես, կա ավտոներ, որ կպցրած է, որ սխալ են անում, ասում ես դե չայնիկ է։ Բայց որ չկա ու անում են, ասենց անկեղծ սրտով ես ասում, այ չայնիկ։ Ու գիտես, չգիտեմ, ձեզ ոնց իմ մեկ-մեկ իմ ներվերի վրա ազդում է ու մի քանի անգամ էլի վատ բառ չեմ ասել, կարող է սիգնալ տամ կամ ֆար տամ, ջղայնացել եմ ու գիտես, մի օր որոշեցի առավոտ դուրս գամ, ասի Տեր, դեմս կտրողներին, չգիտեմ, ով ինչ խախտում անի, որ ինձի կլինի վտանգավոր, ոչ մի բառ, ոչ մի միտք ինձանից դուրս չի գալու։ Եղավ մի օր, խոսքի էի տվել, մի օրում բոլորին օրհնեցի, ինչքան կարացի բոլորին տեղ տվեցի։ Ու գիտես, զարմանում եմ, ասում եմ, եթե սենց ըլնում է, եթե սենց մենք կարանք ունակ ենք անելու ու իրոք կարանք անենք, որովհետև մենք այդ կամքի ուժը ունենք, բա ինչի ենք էնի անում։ Այ երբ որ ինձ ու քեզ ցավացնում են, այ երբ որ ինձ ու քեզ անտեղի տեղը կպնում են, մենք եթե կարանք իրան ներենք, կարանք իրան բարձրացնենք, ինչի ենք հակառակը անում։ Ամեն համաձայն ես, Փառք Հիսուսին, գիտես, այսօրվա վերնագիրը այսպես են վերնագրել, դու ով ես, ես քեզ չեմ հարցնում, ես ուզում եմ, որ գնաս տուն, կլինի այսօր, կլինի հետո, ծածուկ սենյակի են հայելու մեջ, կարողանաս ասել դու ով ես, ու կարողանաս քեզ Տիրոջ առաջ ներկայացնել, աստվածային ստանդարտների մեջ տեղավորելով քեզ։ Հեշտ բան չի։ Գիտես, դու ով ես դժվարության ժամանակ, դու ով ես, որ քեզ դավաճանում են, դու ով ես, որ քեզ ծաղրում են սիրելիս, դու ով ես, որ քո ոտը տրորում են, ով ես դառնում, ինչա քեզանից դուրս գալիս, կարող է բերանից հետ ոչ մի բառ դուրս չգա, ինչա սրտումդ սկսում պտուղ տալ, ոնց ես կարողանում վարվել, պիտի կարողանանք հաղթել Հիսուսի անունով, ամեն, գիտես դա արժեքներ է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը դրել է իմ ու քո մեջ, ես մտածում եմ, ասում եմ, եթե մեր Ադամ պապիկը չվտարվեր, շարունակեր ապրել ինչքան օրհնված ու ինչքան անկեղծ ու ինչքան մաքուր կապրեինք, չէ։ Մենք ենք որոշում մինչև այսօր մեզ եկած ամեն խնդրի, ամեն դավաճանության, ամեն ցավացնելու պատասխանը ոնց տանք։ Կարաս այսօրվանից հրաժարվես, կարաս այսօրվանից ոչ թե վատ բառ ասող լինես, չեմ ասում դաժե անիծողի մասին, վատ բառ, վատ խորհուրդ, վատ մտածմունք ունենալու փոխարեն օրհնող սիրտ ունենաս։ Կարաս սիրտդ մաքուր պահես։ Կարաս Տիրոջ առաջ գնաս արդար լինես։ Գիտես, ես չեմ ասում, որ կատարյալ սուրբ հրեշտակի թևերը մեր վրա աճի, չէ, ոչ մեկս տենց չենք, մի հոգի էր, որ այս երկրի վրա տենց ապրեց, դա մեր Հիսուս Քրիստոսն է, որպես օրինակ ինձ ու քեզ ցույց տվեց, որ դուք էլ կարաք։ Ու սիրելիս, այսօր ես էլ դու էլ կարանք։ Ես էլ դու էլ կարանք։ Եթե չես հավատում, գոնե, ինպես մի օր վերցրա։ Տես ինչ հայտնություններ կստանաս։ Ընդամենը մի օր որոշի, որ դու մենակ օրհնող ես ելնում ու կապ չունի ինչ անելու, բայց մի հատ գաղտնիք եմ ուզում ասեմ, այդ օրը ավելի վատ ալնում, քան այն մնացած օրերը, պիտի պատրաստ լինես։ Եթե ասել ես, պիտի պատրաստ լինես։ Ու գիտես, ամեն առավոտ մենք օրից սկսեցինք, ամեն առավոտ երբ որ արթնանում ենք, նոր անակնկալներ են մեզ սպասում։ Դու ով ես։ Մի բան էլ կվկայեմ իմ կյանքից, վկայել ինչ առումով ամոթ ա, որ ես դրա մասին խոսում եմ, բայց ես դրա մեջով անցել եմ, գիտես, մեր Սողոմոն իմաստուն ասեմ, հա, մեր Սողոմոն իմաստուն այնքան լավ բան ասում է, իմաստունը ուրիշի արարքներից է, իմ բառերով ասեմ, ուրիշի արարքներից է օգուտ վերցնում, ինչը կարելի է, ինչը չէ, հիմարը ընկնում է սխալի մեջ, հետո դեից է դաս քաղում։ Ամիսներ առաջ էր, անցած տարի է եղել, աշխատանքի վայրում առավոտ շուտ, հելել եմ, գնացել եմ աշխատանքի ու առավոտվա մի քանի ժամ հետո մի քանի բան իրար հետևից անակնկալներով լի օր գալիս է ու գիտես
ոչ բարի, ոչ խաղաղ, ոչ սիրով վիճակում մի հատ էլի պորտկում եմ թույլ տալիս ինձ։ Էլի ոչ մի վատ բառ չկա։ Գիտես, Պողոս Առաքյալի ասած մեղք չէր, բայց վայել չէր։ Ինչ է նշանակում վայել չի։ Իմ արարքը կարա մեղք չլինի, բայց վայել չլինի, որ իմ արարքի պատճառով դու կարաս գայթակղվես, կամ կարա գայթակղվի հոգևոր դեռ շատ չհասունացած մարդիկ, հոգևորները կամ աշխարհի մարդիկ, հետո ասեն Աստծո խոսքա խոսում, բայց դες ոնց ապահովում։ Ու գիտես, հետո դրանից հետո էդի վերջի անգամն էր, որ իմ մոտ նման դրսևորում ա եղել։ Գիտես ինչի համար, որովհետև ես հասկացել եմ, որ փորձել եմ, տեսել եմ, որ ինչ էլ ուզում ա լինի, կարողանում եմ լինել օրհնողի դերում։ Ինչ իրավիճակ ուզում ա գա։ Ու գիտես, որոշելուց հետո երակի անգամ ավել է գալիս այդ խնդիրները, այդ հանկարծակի իրավիճակները, բայց դրա հետ մեկտեղ անենց ես զգում Տիրոջ ներկայությունը քո կյանքում, որ գալիս է, ոչ թե ջղայնանում ես, ոչ թե վատն ես մտածում, ոչ թե մտածում ես ոնց հաշվեհարդար տեսնես, այլ մտածում ես ոնց օրհնես։ Երբ որ դու օրհնում ես, դու չես նկատում, բայց դու ավելի բարձրանում ես։ Երբ որ դու սկսում ես վատաբանել, քարկոծել, դու չես տեսնում, բայց դու կամաց թաթախվում ես ճահճի մեջ։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ եկավ ասեց։ Գիտես, ասեց. օրհնի քեզ ատողներին, աղոթի քո թշնամիների համար, չէ, սիրի քո թշնամիներին։ Ինչ ենք անում մենք այսօր։ Ոնց է մեր սրտի դիրքը։ Երբ որ իրավիճակ ա գալի, երբ որ մեր հետ վատ են վարվում, մեր արժեքը, մեր սրտի դիրքը, մեր արժեքը պահվում է, թե ընկնում է։ Գիտես, մի հատ օրինակ եմ ուզում բերեմ քեզ կներես, եթե կոպիտ համեմատություն է, տես սիրելիս։ Իմ մոտ ռուսական 1000 ռուբլի է։ Հնարավորին չափ թարմ վիճակում է։ Ինք իմ ձեռքերի մեջ է, ես ոնց ուզեմ իրան կարամ օգտագործեմ։ Ես ու դու Տիրոջ ձեռքերի մեջ ենք։ Ու Տերը ոնց ուզի կարա մեզ օգտագործի։ Հիմա տես, ես ես 1000 ռուբլին ասում եմ, որ դու 2 կոպեկի արժեք չունես։ Ինքը ինչքան գինը դարավ իրա։ Մնաց 1000, չէ՞։ Ես իրան ճմրթում եմ, ցավացնում եմ իրան։ Իրա գինը ինչքան է սիրելիս։ 1000 ռուբլի, չէ՞։ Գիտես, ես իրան կարամ ճղեմ հիմա, թեկուս կեսը։ Ուղղակի չեմ անի հիմա։ Նույն արժեքը պահած։ Ու գիտես, այսօր Հիսուսը իմ ու քո մեջ դրել է այդ արժեքը։ Դրել է, որ ինչ իրավիճակում էլ որ լինենք, ինչի մեջ էլ որ ընկնենք, ինչի մեջ էլ որ գնանք, որտեղ էլ որ մեզ դավաճանեն, որտեղ էլ որ մեզ ցավացնեն, մենք մեր արժեքը Աստվածային, որ դրված է մեր մեջ, չկորցնենք։ Գիտես ինչ է նշանակում չկորցնել, չվարվես նենց ոնց որ քո հետ են վարվել։ Եղի օրհնող, եղի բարձրացնող, այ կտենաս քո կյանքը ոնց է փոխվում։ Կտենաս քո կյանքը ոնց է բարգավաճում։ Ու գիտես ինչ եմ ուզում ասեմ, տես, ես իրան ճմրթեցի, իր առաջվա տեսքը չունի, չէ։ Գուցե հիմա չգիտեմ, դու նեղված ես, ցավացրել են քեզ, դավաճանել են քեզ, չգիտեմ, վիրավորել են անտեղի տեղը, թե մեղավոր ես եղել դրա համար, չգիտեմ հիմա ինչ իրավիճակում կարաս լինես, բայց ես ուզում եմ ասեմ, որ դու Աստծո մոտ քո արժեքը չես կորցրել, եթե քո սրտի դիրքը ճիշտ է Տիրոջ առաջ։ Քո արժեքը մնում է նույնը, կապ չունի, Փառք Հիսուսին, կապ չունի իրավիճակները, կապ չունի թե դու ինչի մեջով անցար, կապ չունի դե հենց հիմա ինչի մեջ ես։ Գիտես ինչի համար եմ ասում, որովհետև ես իրան ճմրթեցի, ճղեցի, վատաբանեցի իրան, վատ խոսքեր, վիրավորանք։ Գիտես ես այս գումարով նորից կարամ ծառայությունից հետո գնամ խանութից հաց առնեմ ու հաց ուտեմ։ Ու ոչ մեկ ինձ չի կարասի, որ ինքը ճմրթած է ու ինձ դրա համար հին հաց տան։ Դրա համար Հիսուսը քեզ տենում է, գիտես ոնց, քո արժեքը 100%-անոց պահած։ Ու եթե դու մտածում ես, որ քո արժեքը ընկած է, Տերը քեզ չի մոռացել, քո արժեքը բարձր է ու քո միջոցով ուզում է իր հացը, երկնային խոսքը, երկնային կերակուրը ուղարկի այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Մենակ խնդրում եմ այն սիրտը, այն սրտի դիրքը, որ Աստծուն այդքան կարևոր է, մաքուր ու անարատ պայի։ Այդ ժամանակ Տերը կգործի քո կյանքում, ամեն։ Փառք մեր Հիսուսին։ Փառք մեր Տիրոջը։ Ինչի համար օրինակը բերեցի Դավիթին ու Հովսեփին։ Գիտես, շատ ուժեղ հերոսներ կան մեր Աստվածաշնչի մեջ, որ Փառք Հիսուսին նրանց համար, որ այնքան մեծ օրինակ են, մեր հոբին չմոռանանք, ասենք, որ նման փորձության ու խնդրի մեջով ոչ մեկ մարդկության մեջ դեռ չի անցել։ Անցավ մարդը, սիրտը մաքուր պահեց Տիրոջ առաջ, Տերն էլ պատասխանեց։ Դավիթը իր կյանքը զոհելով, իր կյանքը վտանգի տակ դնելով, կներեք,
Փրկեց մի ամբողջ ժողովուրդ, թագավորի կյանքը, հետո վտանգվեց այդ թագավորի կողմից նույնպես, բայց սրտի դիրքը պահեց Տիրոջ առաջ։ Հովսեփը աղբերների կողմից դավաճանվեց, բանտ ընկավ, բարձրացավ, բայց սրտի դիրքը պահեց։ Գիտես, երկու հոգի, Հոբն էլ 3, եթե սրտի դիրքը պահում ես մաքուր ու արարատ Տիրոջ առաջ, Տերը բարձրացնում է մարդկային մաքսիմալ կետի, ոնց որ մեր հերոսներն էին։ Ամեն։ Գիտես, Տերը այսօր քո համար էլ այդ հնարավորություն ունի։ Տերը այսօր քո համար էլ այդ կանչ ունի, այդ խոսքը ունի։ Մենակ խնդրում եմ, ինչ իրավիճակում էլ որ լինես, չթուլանաս։ Գիտես, ես շուտ կասեմ, Եսայի 42:3-ում ասում է, ես կոտրված եղեգը չեմ փշրում։ Չեմ փշրում։ Չմտածես վերջնա, չմտածես, որ էլ հնարավորություն չկա, չմտածես, որ էլ հույս չկա, մեկը կա, որ կողքդ կայնած այն էլ ավելի շատ, քան դու որ կարաս պատկերացնես այդ դեպքում։ Գիտես, ես երբ եմ Տիրոջը ավելի շատ զգացել ներկայությունը, շատ հաճախ ղեկին, որտեվ իմ ամենասիրելի երևի տեղերից մեկն է, որ Տիրոջ հետ մաքսիմալ երաժշտության ձայնը բարձրացնում եմ, որ անգամ իմ ձայնը չլսեմ։ Ունենց է գալի Տիրոջ ներկայությունը, այն կոտրված ժամանակ, այն իրավիճակներից դավաճանված ժամանակ, փառք Աստծո, դավաճանող չի եղել։ Վիրավորված ժամանակ, նեղության ժամանակ, խնդիրների, փորձությունների, գիտես, Հոբը արդար մարդ էր, բայց իր կյանքում էլ եկավ խնդիրներ։ Դու էլ կարաս արդար լինես, սրտի դիրքը մաքուր լինի, բայց քո կյանքում էլ գա խնդիրներ, բայց ով ես խնդիրների մեջ, ու ո՞նց ես խնդիրներից դուրս գալի, ու որպես ով ես խնդիրներից դուրս գալի, սիրելիս այսօր։ Եթե դուրս ես գալի, ոնց որ մեր հերոսները, Տերը քո համար յուրահատուկ ծրագիր ունի պատրաստած։ Փառք մեր Տիրոջը։ Մինչ կավարտեմ, մի պատմություն եմ ուզում ասեմ։ Գիտես, մենք բոլորս օգտագործում ենք ջուր։ Ու մարդու մարմինն էլ մեծամասնությամբ տոկոսով կոնկրետ չգիտեմ ինչքան է, սուտ չեմ ուզում խոսամ, մեծամասնությունը ջուր է մարդկային մարմինի մեջ։ Ու գիտես, փափուկ հաճելի, չէ՞, ինչքան հաճելի է, չէ՞, թեթև շատ հաճախ եթե ձեռքիդ մեջ է։ Գիտես, բայց ջուրը կաթիլ ժամանակի ընթացքում ամենապինդ ու ամենակոշտ քարը ձևավորում է, ոնց որ իրան հաճելի է։ Կաթիլ։ Տես, Սավուղը, Հովսեփի եղբայրները թույլ տվեցին, որ կաթիլ այն կեղտոտ սերմերը ընկնեն իրանց սրտի մեջ, ձևավորվեց իրանց մեջ ցանկություն սպանելու։ Հիմա ինչ ես մտածում։ Թույլ ես տալիս, որ իրավիճակները կաթիլ քեզ ձևավորեն, թե թույլ ես տալի, որ Տերը ձևավորի քեզ նենց ոնց որ ինքն է ուզում։ Դու ես որոշում, սիրելիս։ Դու ես որոշում, թե քո կյանքում ինչ կաթիլներ կան, թե քո սիրտը ոնց ձևավորվի։ Ամեն։ Փառք մեր Հիսուսին։ Ես կխնդրեմ, որ ոտքի կանգնես։ Իմ աղջիկը 5 ամսեկան է։ Կապ չունի ինչքան ժամանակ է տևում երթևեկությունը։ Երբ որ մենք տանից դուրս ենք գալիս, նստում ենք մեքենան, ինքը ամենաուշը 2 րոպե հետո քնում է։ Քնում է երկար ժամանակ, եթե 2 ժամ էլ գնանք, ինքը կարող է մի պահ հելնի, մի քիչ տենա ոնց է, ոնց չի, նորից քնի։ Բայց 99% ինքը միշտ քնած է, խաղաղ իր համար։ Մտածում եմ այն օր, ասում եմ, Տեր, ինձ այնքան էին ասել, այնքան նախանձավոր է, ասում էին, այս երեխա կունենաս, Աստծո ու քո հարաբերությունները ավելի պարզ կլինի։ Ասում Տեր ջան, հենա տենում եմ կողքին երեխեն, պարզ է էլի։ Գիտես, ասում Հիսուս, օգնի ես աննա այսպես լինեմ։ Երբ որ քո հետ եմ, ու մենք Աստծո հետ ենք, ամեն, օգնի խաղաղ, աշկերտս փակեմ, վստահեմ քեզ էլի։ Հո չի հելնում տենա պապան ոնց է քշում։ Հո չի հելնում տենա պապան արագ է քշում, թե չէ։ Ոչ մի բանի չի խառնում, խելոք։ Գիտի, որ պապան իրան ոչ մի վատ բանի մեջ չի տանի, հա։ Գիտի, որ ապահով գնալու ենք ակետից բեկետ։ Գիտի, որ իր կյանքին ոչ մի խնդիր չի սպառնում, ոչ մի վտանգ չի սպառնում, փառք Հիսուսին։ Գիտես, վստահում է։ Ու ես հասկանում, ասում Տեր, իրոք դու երեխայի միջոցով ինչքան ես խոսում, խնդրում, օգնիր սիրտս, եթե սրտիս խորքում, եթե սրտիս անկյուններում կա տեղ,
որ դեր քո համար խավար է։ Խնդրում օգնի լուսավորեն, որովհետև ես էլ եմ ուզում, երբ որ քո մեջ եմ, հակառակ կանգնեմ ամեն չարությանը պատասխանելուց։ Հանգիստ վստահ եմ քեզ, քո սիրով, քո խաղաղությամբ, որովհետև մեր Հիսուս Քրիստոսը իր կյանքով պատկերացրեք երկնքի ճոխությունը թողելով հենց քո համար, այ հենց հատուկ քո համար, հենց մեր հերոստատիտողների համար, թողեց իր կյանքը, եկավ ստեղ, մեր նման մարմին հագավ, անցավ այդ բոլոր փորձությունների մեջով, բոլոր խնդիրների մեջով, խաչեցին, ծեծեցին, վիրավորեցին, հայհոյեցին։ Գիտես, ոչ մեկին չպատասխանեց, այլ բարեխոսեց Աստծուն, բարեխոսեց հորը, տրամել հիմա թագավորում է Աստծո կողմը։ Ու հետո այսօր ինձ ու քեզ ինքան ցավալի է, որ ես ու դու օրինակ ունենալով մեր Տիրոջ վարվում ենք այլ կերպ։ Սիրելիս, խնդրանքս է քեզ, որ երբ որ այստեղից դուրս կգաս, այն հոգևոր ծածուկ սենյակում, որ գտնվես, խնդրում եմ, եթե չունես հայլի վերցրա։ Աղոթքի ժամանակ քեզ նայի, հա։ Աղոթքի ժամանակ նայի քեզ, աղոթքի ժամանակ բացվում է, թե ինչը կարելի է քո կյանքում մաքրես։ Ինչն է պետք, որ Տերը քո կյանքում փոխի։ Առօրյա կյանքում միգուցե չլսես, աղոթքի ծածուկ սենյակում, երբ որ 1-2 անգամ էլ հայացքդ գցում ես ինքդ քեզ, այնքան բան է բացվում։ Արի այսօր օրհնող լինենք էլի։ Արի այսօր սիրով լցված լինենք էլի, այսպես թե այնպես աշխարհը չարության ու կեղտի մեջ է։ Գոնե մի քանի հոգի պիտի լինի, որ սեր տարածի։ Գոնե ես ու դու պիտի լինենք, գոնե Աստված Հիսուսի ժամանակում մի հոգի էր, որ տերում էր այս խավար երկրի վրա լույս։ Արի այսօր ես ու դու 1000 հոգի մարդ ենք։ Խնդրում արին հենց ապրենք ես էլ ձեր հետ, որ Աստված նայի գոնե այս Ռուսաստան երկիրը մի քիչ լուսավոր լինի հայր աչքերի համար, մի քիչ հաճելի լինի, որ այս երկրին տենա, հա։ Թե չէ մեր արարքներով ոնց որ մեր հետ են վարվում, մենք էլ վարվենք, սիրելիս, Աստված չի ուզի նայի անգամ մեզ, ուր մնաց մեկ էլ մեր աղոթքները լսի։ Ամեն։ Կուզես աղոթենք իրար հետ։ Փակի աչքերը Տիրոջից խնդրենք, որ այն սիրտը, որը իրան հաճելի է, մեր մեջ թող ձևավորվի։ Սիրելի Հիսուս, շնորհակալ ենք քեզ Տեր։ Շնորհակալ ենք ողորմած Արքա, շնորհակալ ենք քո քաղցր, քո սուրբ ներկայության համար այստեղ։ Մենք օրհնում ենք քո սուրբ անունը Տերի Մարգա ու շնորհակալ ենք քեզ։ Հիսուս, մենք ամեն մեկս այստեղ քո առաջ կանգնած ենք Տերի Մարգա մեր սրտի դիրքով։ Տեր, քեզ հայտնի է դու երիկամունքներ ու սրտեր քննող Աստված ես։ Մենք խնդրում ենք քեզ Տերի Մարգա, որ մեր սրտի յուրաքանչյուր ծածուկ տեղը, որը որ քեզ հաճելի չի Տեր, որը որ վայել չի մեզ Տերի Մարգա մեր արարքների մեջ։ Հիսուս, խնդրում ենք, որ դու գաս, քո ձեռքը մեկնես Տերի Մարգա ու քո կենթանի ջրերը մաքրեն մեր սիրտը, որ լինի Տեր իմ Աստված քեզ հաճելի, որ Տեր իմ Աստված մեզ նայելուց ուրախանա քո սիրտը Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ինքը արժանի է, ինքը այնքան արժանի է, ինքը այնքան յուրահատուկ է։ Գիտես, ասեմ երանելի ենք ես ու դու, ոչ մի բան չեմ ասի։ Այնքան երանելի ենք, որ ով եմ ես ու ով ես դու, որ մեր Տերը ինձ ու քեզ իմ ու քո անունով կանչեց ու իր արքայության մեջ հաստատեց, իր ճանապարհի մեջ հաստատեց։ Դες ինչքան պատիվ ունես։ Խնդրում եմ, բարձր մակարդակի վրա պահի, հա։ Որտեվ Տերը ամեն օր նայում է տենա, մենք իջել ենք մակարդակի վրա, մակարդակից թե բարձրացել ենք։ Արի ամեն օր ոչ թե իջնող լինենք, այլ բարձրացող։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք մեր Հիսուսին, սիրելիս։ Մի հատ մեր եկեղեցու ամենասիրած պահն է եկել, խնդրում եմ, որ ձեր բարձրացնեն այն մարդիկ, ովքեր մեր եկեղեցում այստեղ առաջի անգամ են ու ոչ մի անգամ նմանատիպ եկեղեցի չեն եղել ու ոչ մի անգամ իրենց կյանքը Տեր Հիսուս Քրիստոսին չեն տվել։ Խնդրում եմ, բարձրացրա ձեռքդ, մենք ուզում ենք քեզ ողջունենք։ Փառք Տիրոջը։ Մի խնդրանքել ունեմ քեզ, սիրելիս։ Բոլորին չեմ հասցրել տնամ, ով կա, խնդրում, եկեք առաջ, ես էլ եմ իջնելու, մենք մի փոքր աղոթք ունենք անելու միասին։ Խնդրում, չամաչես, տեղը թողի չի, ես էլ եմ իջնում, մի կարճ աղոթք պիտի անենք իրար հետ։ Աստված օգնի ձեզ։ Աստված օգնի ձեզ շատ։ Աստված օգնի ձեզ շատ։ Տերը օգնի շատ։ Տերը օգնի ձեզ շատ։ Տերը օգնի ձեզ շատ։ Բարև ձեզ։
Աստված օգնի ձեզ շատ։ Տերը օգնի շատ։ Աստված օգնի ձեզ շատ։ Փառք Տիրոջը։ Ես բողջալստավ։ Ես տերել որոշենք բարև ձեզ։ Աստված օգնի ձեզ։ Տերը օգնի ձեզ շատ։ Բог բլագասլավ եդրում։ Փառք Հիսուսին սիրելիս ձեր ամեն մեկի համար։ Փառք Աստծուն ազատ եղի, ստեղ բոլորս ինձանից սկսած իջել ենք, ձերպես կանգնել ենք, ստեղ Տիրոջ ընդունել ենք Տեր ու Փրկիչ, մեր կյանքերը Աստված փոխել է, ինչի համար եք դուք այստեղ սիրելիս։ Մի շատ կարճ ու արագ ասեմ, գիտես, ոնց որ խոսքի մեջ ասեցի, մինչև այս պահը մեր մտածելակերպը ոնց է։ Եթե մեզ վատն են արել, մենք էլ ենք վատ անում։ Գիտես, մարմինը հանգստանում է դրանից, բայց հոգին տխրում։ Մեզ ցավեցրել են, մենք երկու անգամ ցավեցրել ենք իրանց։ Եթե հնարավորություն ունենք կամ ունեցել ենք, ուզել ենք ավելի վատ անենք, արդար լինենք, հա, քան մեզ են արել։ Ու գիտես, մեր մտքից, մեր սրտի ցանկությունից հաճախ արել ենք բաներ, որը տխրեցրել է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ իր կյանքը տվել է մեր համար։ Ու այսօր այն հնարավորությունն է, որ մենք գանք այստեղ կանգնենք ու աղոթք անենք, ինչ աղոթք, բարիշման աղոթք։ Գիտես, եթե մեկի հետ կռված ես լինում, քեզ պետք է գնալ իր հետ խոսալ, ներողություն խնդրել, կապ չունի դու ճիշտ ես թե չէ։ Տվյալ դեպքում ոչ մեկս ճիշտ չենք, միակ ճիշտն ու ճշմարիտը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Գիտես, գանք ասենք Հիսուս, կներես։ Գիտակցում եմ, որ ինչ արել եմ սխալ է եղել։ Այստեղ եմ ներողություն խնդրելու, որ կյանքս փոխես։ Ու ինքը հավատարիմ է, որ իմ ու քո կյանքը կարա փոխի։ Ինքը հավատարիմ է, որ իմ ու քո կյանքը այսօր փոխվի, որ սրանից հետո որ վատն են արել։ Վատի տեղը լավ անես, այդ ժամանակ կզգաս հաճույքը ինչա, ոչ թե մարմնավոր, այլ աստվածային։ Սիրելիս, եթե պատրաստ ես, մի կարճ աղոթք կա, այսօր ես եմ ասելու, դու կրկնես իմ հետևից, բայց սրանից հետո գնա քո տուն, որ ասում եի ծածուկ սենյակ, էդի գոնե երկուսի վրա տարածքնի, որ մտնես դու ու քո Աստված, ոչ մեկ չլինի։ Ոնց որ հիմա իրար հետ ենք խոսում, այդ այնց Հիսուսի հետ խոսած, ասես քո սրտում ինչ կա, ասես թե ինչի կարիք ունես, ասես թե ինչից ես ուզում ազատվես։ Ու ինքը հավատարիմ է, որ կազատի ու կբժշկի ու կզորացնի։ Եթե պատրաստ ես, ուզում եմ փակես աչքերդ, ասեմ իմ հետևից կրկնես։ Փակեք աչքերը, մեր եկեղեցին նույնպես մեզ կօգնի։ Կրկնի իմ հետևից, ասա, սիրելի հայր, ես գալիս եմ քո առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ գործած բոլոր մեղքերից և հրաժարվում եմ դրանցից։ Հիսուս, ես հավատում եմ, որ դու մահացար խաչի մահով և երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու։ Խնդրում եմ քեզ, որ գաս ու թագավորես իմ կյանքում։ Ես ընդունում եմ քեզ, որպես իմ կյանքի Տեր ու Փրկիչ, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, սիրելիս։ Գիտես, երկնքում մի հատ գիրք կա, շատ մեծ է։ Կոչվում է կյանքի գիրք։ Այնտեղ դատարկ տեղեր կար ձեր անունների համար։ Հիմա այնտեղ գրված է։ Գիտեք, այնտեղից ջնջվելը կախված է ձեզանից։ Մեր հովիվ գորի խոսքը կասեմ, որ այս կյանք չի, որ մենք ապրում ենք, կյանքը այս կյանքից հետո է, որ պիտի ապրենք։ Երբ որ որոշումդ կայացրել ես, խնդրում եմ հավատարիմ մնա։ Եթե այն ժամանակ որոշումը իր կայացնում ու չէիր կարողանում, հիմա Տիրոջ զորությունով կկարողանաս մինչև վերջ գնալ։ Աստված օրհնի քեզ, խնդրում հավատարիմ մնաս քո աղոթքին։ Ուզում եմ դեմ չեք, որ մենք ձեր համար աղոթենք ամբողջ եկեղեցով։ Ուղղակի քանդենք, եթե ձեր կյանքում ինչ-որ խնդիր կա, անեցք, չգիտեմ, թող դու ինչ ուզում ալինի, եկեղեցով աղոթենք, քանդենք, հա։ Սիրելի եկեղեցի, խնդրում եմ, որ պարզես ձեռքերդ, օրհնենք մեր քույրերին ու եղբայրներին։ Սիրելի Հիսուս, մենք խնդրում ենք քեզ մեր քույրերի ու եղբայրների համար, որոնք այստեղ կանգնած են։ Տեր, մենք խնդրում ենք քեզ, Տեր, որ քո զորությունը գա նրանց կյանքի վրա հենց հիմա, Հիսուս։ Մենք խնդրում ենք, որ քո ձեռքը մեկնես, Տեր, քանդելու նրանց կյանքից, Տեր իմարքա ամեն անեծքները, ամեն թուղթուգիրը, Տեր իմարքա ամեն չարաշքը, ամեն սխալ խոսակցությունը Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, թող քո խաղաղությունը, մաքրությունը, ողորմությունը գա։ Տեր, թող քո սերը թագավորի նրանց ամեն մեկի սրտերում, նրանց ամեն մեկի ընտանիքում։
Տերի մարգա մենք հանձնում ենք նրանց քո սուրբ ձեռքերի մեջ, որ լինի քո կամքը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ շատ։ Խնդրելու եմ, որ չշտապես տան տուն գնալու։ Մենք ուզում ենք քո հետ ծանոթանանք, քո հետ շփվենք։ Իրար հետ թեյ խմենք, հյուրասիրվենք։ Եթե հարցեր կունենաս, հարցերի պատասխան կտանք, ինչքանով որ կկարողանանք։ Եթե աղոթքի կարիք ունես, քո համար կաղոթենք։ Ու մեր թանկագին եղբայրն ու քուրը այնտեղ կանգնած են, ձեր համար էլ մի հատ նվեր ունենք, չենք ուզում դատարկաձեռն գնաք։ Գիտեք, նվերը կտակարանից հատված է, որ ուզում եմ վերցնելու ժամանակ մենք դա ձեզ նվիրելու ենք։ Վերցնելու ժամանակ, որ գնաք տուն հայի նման չդնեք սերվանդի մեջ, տարին մեկ փոշին վերցնեք։ Խնդրում եմ, բացեք, կարդացեք, այնտեղ հենց քո համար բան ա գրած։ Թե որ էջումա ես չգիտեմ, դու պիտի բացես կարդաս։ Բայց հաստատ քո համար բան կա գրած։ Ես էդի հաստատ գիտեմ, իմ համար գրած է եղել, քո համար էլ կա գրած, բայց չեմ անում որ էջը, կարող է հենց առաջի էջը բացես, այնտեղ գրած լինի։ Ման արի գտի ու քեզ էլ կգտնես Տիրոջ մեջ, ամեն։ Խնդրեմ, որ մեր քվոր ու եղբոր հետևից բարձրանակ վերև, այնտեղ ձեզ կհյուրասիրենք, մի քիչ կշփվենք։ Տերը ձեզ շատ օրհնի, գնացեք բարձրացեք վերև, Աստված ձեզ շատ օրհնի։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Աստծուն։ Սիրելի եկեղեցի, խնդրում եմ պարզես ձեռքերդ վերցնելու քո օրհնությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը, խաղաղությունը, պաշտպանությունը, առաջնորդությունը լինի քո հետ ու քո սրտին հարազատ ամեն մարդու հետ, Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։